Այսօր մենք փորձելու ենք բացահայտել Երևանյան այն կերպարին, որոնք Հայաստանում ավելի հաճախ գտնվում են տուրիստ կարգավիճակում։ Այսօրվա մեր հերոսներն են մարդիկ, ում համար Արարատը ոչ թե լեռ է, այլ նկար։ Մարդիկ, ովքեր գնում են Գառնի գեղարդ ոչ թե մոմ վառելու, այլ նկարվելու եւ գաթա գնելու։ Մարդիկ, ում համար ամենակարևոր գերատեսչությունը դա Սփյուռքի նախարարությունն է։ Ինչպես հասկացաք, այսօր խոսելու ենք Սփյուռք հայերի մասին։ Եվ փորձելու ենք բացահայտել նրանց ամենատարբեր վարքագծերը։ Սփյուռք հայերի մեջ կան շատ հետաքրքիր մարդիկ, ովքեր կարող են ժամերով նստել եւ ձեզ պատմել, թե ինչպես են նրանք ապրում արտերկրում եւ ինչ բարձր աշխատավարձ են ստանում, բայց հենց հաջորդ պահին, երբ դուք նրանցից կխնդրեք գումար, նրանց երկրի վիճակը կտրուկ վատանում է, իսկ աշխատավարձը կտրուկ նվազում։ Եվ դուք եւս մեկ անգամ համոզվում եք, որ մեր հայրենիքը ամենալավ վայրն է աշխարհում։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ ցանկացած սփյուռքահայ պատրաստ է վճարել շատ մեծ գումար, որպեսզի գնի Հայաստանը հիշեցնող որևէ իր։ Ազատ է Մորկուր ջան, դուք ոնց եք, այսօր եք գնում։ Ես պիտի երթամ Ֆրանսիա։ Ֆրանսիա։ Ցավը տանեմ ճիշտն ասած այդքան գազ չունեմ, բայց միջև ալոպորտ կարամ հասցնեմ։ Չահել, ես 15 րոպեին պետք է լինեմ օդանավակայանեմ, որպեսզի չուշանամ ռեգիստրացիոնեն, աչափարեք։ Մորկուր ջան, աշկես երկուսս էլ նույն բանի մասին ենք խոսում, ուղղակի տարբեր լեզուներով։ Դու անի նստի մաշտեն, ես իզա վեշերը տեղավորեմ։ Մորկուր ջան, եթե գնեիր Հայաստան կարոտը դառնեիր, ցավը տանեմ։ Երիտասարդ, գարոդը սարա, էմբես աղվոր էր, աղվոր հանգստացա, սիրտս հանգստացուցի հիմի էլ հանգիստ սրտով պիտի վերադառնամ Փարիզ։ Փարիզ։ Մորկուր այդքան որ ասում են, Մոնակոյը Փարիզից, Մոնակոյը Փարիզից է դու ես, հա։ Այ շատ գսիրեմ հայկական հումորը։ Հայերին շատ գսիրեմ եւ առհասարակ հայերի հետ կապված ամեն բան իմ սրտով է։ Հաբա մի էստեղ նայիր։ Գիտես ասիգա ինչ է դղաս։ Ինչա որ Մորկու։ Սևանին չուրն է։ Հադուկ ինձի համար Սևանից փերած են։ Վերնիսաժին աշխատողն ասավ 300,000 դրամ արժեք քինը։ Բայց որ թունաս 200,000-ով գդամ, այնքան փարիգին մեր, այնքան փարիգին մներ։ 200,000, վայ մորս արևարա։ Այո, այդքան է ժան, դղաս, այդքան է ժան։ Գեցիր երիտասարդ, հաբա մի էստեղ նայիր, հադադադա։ Ափարանին մաքուր օդն է, հադուկ ինձի համար ափարանից փերած են։ Քինը գիտես ինչքան էր։ 1 միլիոն դրամ։ Բայց վերնիսաժին աշխատողն ասավ, քանի որ թունաս, քեզ գնով կդամ։ Անամբարանի օդի համար 250,000։ Եվ ոչ մի դրամ ավել։ Եվ սա թեր ամենը չէ։ Թադադաթա։ Գեցիր հաբա էստեղ նայիր։ Մասիսից քագաթին հողը։ Ինձի համար փերել են հադուկ Մասիսից։ Քինը արժեր 1 միլիոն դրամ, բայց վերնիսաժեն աշխատողը 700,000-ով դվեց։ Ասավ քանի որ թունաս, քեզ 700,000-ով գդամ այս հողը։ 700,000 դրամ։
Եվ այս սուր փողը Մասիսի քակաթից փերված պիտի դանեմ հետս, բահեմ սրդիս մոտ այս հողը սուր, երբ գլուխս ցավա պիտի տնեմ իմ քակաթին, որ ցավանցնի այս սուր փողը 700,000 դրամով առած եմ։ Մորքուր ջան, հասանք այլոպորտ։ Գեցես դղաս, գեցես, ինչքան պիտի վճարիմ։ Մորքուր ջան, вообще-то շոչիկով 2000 դրամ է բռնել, բայց քանի որ դու ես 60,000 դրամ։ Աբրես դղաս, գեցես դղաս, գեցես։ Շատ մաչելի քներով, այստեղ 60 է, գլոր 60 է։ Եթե խնդրեմ մի հատմը, դաքսիստի նգար չունեմ, հայ դաքսիստի, ժպիտ խնդրում եմ, աչիկով մի հատմը։ Աբրես, գեցես տղաս, գեցես, շնորհակալ եմ, շնորհակալ։ Հայ դաքսիստի նգարմը չունեի, թե լավ դղաս։ Փանաս, որ վերցնեմ ես իմ բայուսագը։ Աջաբար է, որդիս, աջաբար է։ Ամրան այնքան շատ սփյուռքահայ է գալիս մեր քաղաք, որ մի պահ քեզ զգում ես Սփյուռքում։ Սփյուռքահայերը շատ սպասված մարդիկ են մեզ մոտ։ Նրանց շատ սրտատրոփ սպասում են վերնիսաժում առևտուր անողները, տաքսու վարորդները, հետ սփյուռքահայերի բարեկամները, Սևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի հյուրանոցները եւ հանգստյան տները, ռեստորանները, բարերը, գիդերը, մի խոսքով բոլորը։ Ես անպայման պիտի թաղվիմ Հայաստանում, ես պիտի երթամ Հայաստան։ Over me. Sumbat, odzanցավ թաղումը։ Շատ լավ, եկել կապել եմ, հենց շող թաղում էր մեղներս եկավ։ Օլիգարխի տատ էր։ Օլիգարխ չի, օլիգարխա։ Հա էլի, 97 տարեկան եկա պարավին են չեք, դες ճող թաղում անում։ Լիմուզին կատապակ է որնա, կամը չի բդե դուրվուկը, սամող կեիրանյան են նվագի։ Ենքան է մարդ էր եկել, մի կեզման մարդ, մերը կվելու տեղ չկա, ամեն մեկը մի որ հողլեց հետ, փոսը լեզվա, էլիս գործը մնաց անելու։ Վերջում է հանեցին 20,000 դրամ փոխլավի, տեսա, Հմիչ հանեմ ես փողը։ Դե քանի որ դու գործը կիսատ ես արել, այդ 10,000-ներից մեկը հետ հիմա դիր իմ սեղանի շուտ է։
Օրմի։ Ես է գնամ մի քիչ քեզ խմեմ, ծուտը։ Արև ցեզի։ Համեցեք նստեք, քույրիկ ջան։ Ցավակցում եմ, քույրիկ ջան, ցավակցում եմ։ Հեչ լավ բան չեղավ, հեչ։ Հետո էլ ասում ես, քույրիկ ջան, այս կյանքը լավերին ա տանում, լավերին ա տանում։ Բայց քույրիկ ջան, դու հեչ մտածելու բան չունես։ Ջահել աղջիկ ես, կվասագվես, կյանքդ կշարունակվի, մի դանդոտվի։ Բայց ես ոչ մի հարազատ ալ չեմ կորցրել։ Բա ինչ հարցով ես եկես թե քույրիկ ջան։ Ես բազում տարիներ է ինչ կբնակվեմ Ֆրանսիայում, սպյուրքահայ եմ, և ամեն մի սպյուրքահայի հոգու բարդ կպիտի լա իր իսկ հայրենիքում հանգչի, այսինքն գուզիմ որբեզի երբ ես մեռնեմ իմ աջունը փերեք և հենց էստեղ հողին հանձնեք, հողադարածքի հարցով եմ եկել։ Երևումա ունի որ կլիկ ես, քույրիկ ջան։ Դրա համար ես քեզ նայի ինչ եմ առաջարկում։ Հեսա։ Տարածք մեր գերեզմանոցի հենց կենտրոնում։ Ընդամենը $2000 էդի այսօրվա օրավ, քույրիկ ջան, քթած գինա, քթած։ Աման, ադիգա շատ թանկ է, ավելի էժան տարբերակն է առաջարկեք։ Ավելի էժան ես ուզում։ Էսա քույրիկ ջան, էսի մեր գերեզմանոցի ծայրամասերում է, բայց սա էլ լավ կողմեր ունի քույրիկ ջան, սդեի օդը մաքուր է ու ջուրն էլ գառն ու ջուր է։ $1500 քառակուսին, քթած գինա քույրիկ ջան, քթած։ Աման, ադիգա էլ է մի քիչ թանկ, մի նորմալ դեղ առաջարկեք, մի քիչ ավելի հարմար քնով։ Էսա, ուղղակի էս տարածքը քույրիկ ջան գերեզմանոցից դուրս է, քառակուսի մետրը $1000, էսի քույրիկ ջան։ Ես չեմ հասկնար, ինչու է այդ քրողի տարած մերելա տարածքը այդքան թանկ։ Ինչի տարածքը։ Ախր քույրիկ ջան խիեստ ես բաներ ասում, նորմալ տարածքը։ Ծաղկի խանութը կպած, կանգարին մոտիկ, էլ բարեկամները չեն ընգնի երկար ճարպասն, կգան մի անգամից մոտով, ձախ ես անում դուզ գերեզմանիդ մոտ։ Բայց ես հարազատներ ալ չունեմ, միայնակ գնիգմն եմ։ Միայնակ կին ես։ Էդ դեպքում քույրիկ ջան, արի քեզ տանեմ հորողբորս վրա թաղեմ։ Համինքը մենակ չի մնա, համել քո վրա է ժանգնես։ Որպես կանոն գրեթե ցանկացած երիտասարդ սփյուռքահայ բացի հուշանվերից Հայաստանից ուզում է իր հետ տանել աղջիկ կամ տղա։ Մի խոսքով ցանկանում է ամուսնանալ հայաստանցու հետ։ Կա եւս մեկ ցանկություն կապված մայր հողի հետ, որը հատուկ է տարեց սփյուռքահայերին։ Գրեթե ցանկացած տարեց սփյուռքահայ ցանկանում է այստեղից տանել ոչ թե մի բուր հող կամ ապրել այստեղ, այլ իր վերջին հանգրվանը գտնել մեր երկրում։
Ահա։ Հա, դասատուներին վախացնելու համար շատ հետաքրքիր կենդանիներ ունենք։ Դե ասենք, վախենալու խամյակներ ունենք, նստացելած մողեսներ ունենք, կատաղած օձեր ունենք, մի ոտանի տառական, դե մատաղից փախած սթրես տարած պայծ ունենք, շատ հետաքրքիր է։ Գները? Նու գները սենց է, շատ մաչելի է, պասպորտը թողում եք, սուտկեն 500 դրամ, բայց նախորոք զգուշացնում եմ, եթե դասատուի հետ ինչ-որ մի բան եղավ, մենք պատասխանատվություն չենք կրում։ Բարի։ Ցուգիկ, արի։ Զոխանութ իշխանը լսում է։ Օ, բարև ցեզի։ Յա, բարև ցեզի։ Նախապես ուզում եմ ձեզ զգուշացնել, որ մեզ մոտ գործում են գարնանային գեղեցիկ զեղչեր։ Գնելով ընդամենը 1 զույգ կենդանի, դուք բացարձակ անվճար կստանաք հեյնիկ։ Երիտասարդի ես շունմը գուզիմ քնել, հետստանիմ։ Աղվորմը շունը, ինչ խորուրդ գդակ։ Շուն եք ուզում քնել։ Քնենք, եկեք ասեմ։ Ես ձեզ կարամ առաջարկեմ հետաքրքիր շներ։ Օրինակ, եթե ուզում եք, որ շունը ձեր տունը պաշտպանի, ես ձեզ կարամ առաջարկեմ հետաքրքիր դոգերման։ Եթե ուզում եք, որ այդ շանը կրվսնեք ուրիշ շների հետ, կարամ առաջարկեմ հետաքրքիր բասկյոր։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր տապշկեքը բերի այդ շունը, կարամ առաջարկեմ հետաքրքիր խելացի արչավկա։ Օ, երիտասարդ, շատ հրաշալի է։ Ուղղակի դուք ինձ չհասկացաք, ես հավատարիմ մշունիկ գուզեմ, որ թանեմ հետս Ամերիկա, այնտեղ մեծ 3 հարգանի հսկայական դուն ունիմ։ Անդեղ մենակ կաբրիմ, ուզում եմ հավատարիմ փոքրիկ շնիկ ունենալ, որ ինձ հետ ամեն օր տանեմ սփոսանքների, քիշերները քալենք թեպի լողապ, շրջակայենք միասին, ես ինձ միայնակ չզգամ, եւ ի վերջո երբ ես մահանամ հոգիս քնաթեւի Աստծու մոտ, իմ ողջ նյութական կարողությունը գդագեմ այդ փոքրիկ անմեղ շունիգին։ Այ հիմա կհասկնաք։ Օй, ինչ աղվոր շունիգ է։ Where the blue of the night meets the gold of the day. Դե իսկ այս սփյուռքահայերը, ովքեր որոշել են մոտ ապագայում գալ Հայաստան, առաջարկում եմ շատ ուշադիր լսեն եւ հետևեն պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդներին։ Իսկ այս սփյուռքահայերը, ովքեր առաջին անգամ են գալու Հայաստան, պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդները կարելի ասել ունեն կենսական նշանակություն։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են ոչ թե երրորդ մասում, այլ երրորդ ավենյուում, ովքեր հանգստանում են ոչ թե Սևանում, այլ Մայամիում, ովքեր ուտում են ոչ թե խորոված, այլ բարբիքյու, մի խոսքով բոլոր այն հայերին, ովքեր ինչ-ինչ պատճառներով բնակվում են արտասահմանում։ Սիրելի սփյուռքահայեր, ինչպիսի կյանքով էլ դուք ապրեք արտասահմանում, միևնույն է, օրերից մի օր կարոտը կստիպի ձեզ գալ Հայաստան։ Եվ այսպես պատկերացրեք, որ դուք երկար տարիներ չեք եղել հայրենիքում, եւ այժմ ոտք եք դրել այդքան կարոտած հայրենի հողի վրա։ Այս իրավիճակում շատ կարևոր է զսպել էմոցիաները, այլապես ձեզ կարող են ճիշտ չհասկանալ։ Oh my God. Հայրենիքիս մաքուր օդը,
ջինջ երգինքը։ Սիրելի սփյուռքահայեր, հիշեք, որ ձեր հայաստանցի բարեկամները որքան որ սպասում են ձեզ, 2 անգամ ավել սպասում են ձեր կողմից բերված նվերներին։ Այդ իսկ պատճառով նվերի ընտրության հարցում պետք է լինել չափազանց ուշադիր։ Ասիգա շարիկ ձամոն է, գոլոր բացիս իսպիս հոդով քրիչմը բերել եմ, կարող եք այսպես անել։ Ասի շատ մեծ հեռախոսն եմ բերել, որ հեռացայնեք։ Հանան, ասաղ ճամփին ուզում էի ուդե։ Պաստուրմա, ես քեզ բուխուր, ավելուգն էլ բերել եմ։ Ասիգա դադիգի համար բերած եմ, մի հրաշք բանմը, string, fine։ Ասիգա բաբիգի համար բերած եմ, հոպբա։ Ասիգա հոլանդիայեն բերած եմ, մի հաջելի փույսմը։ Այս հիանալի կոմպյուտերը իմ սեփական ձեռքերով քողացած եմ։ Ահա, ինչ որ ուզել եք ցեզի համար բերել եմ։ Այս ամենից հետո կգտնվեն ճակերտավոր բարեկամներ, ովքեր չեն բավարարվի նվերներով եւ ձեզանից անպայման գումար կպահանջեն։ Այս անհարմար իրավիճակից պատվով դուրս գալու համար դուք պետք է նախօրոք պատրաստված լինեք։ Աման, տրամաբանագս Ամերիկա մոռացած եմ։ $3000 կմանրեք։ Մեզ մի քիչ փող կտաս։ Ինչ։ Փող, Համե, փող։ չեմ լսել։ Մեզ մի քիչ փող կտաս։ Sorry, I don't understand։ Մանջեր, վերջին $1000 դվեցի դաքսում։ Փող չունիմ, բայց լավ քուր ունիմ։ Գարքին աղջիկ է։ Դեղը դեղին։ Ես ալնույն հարցով ցեզի կուզեի թիմել։ Հիմա ինձի ասեք, փողը որ փրունցքիս մեջ է, անալ կշահե։ Ասուր է։ Դաշի։ Այս քումարը սրդանց ցեզի համար եմ գութակել։ Սիրելի սփյուռքահայեր, հայրենիքը չի սահմանափակվում բարեկամներով եւ նվերներով։ Խորհուրդ եմ տալիս անպայման լինել Հայաստանի գեղատեսիլ բնության գրքում եւ այցելել դարերի պատմություն ունեցող հուշակոթողները։ Գուզիմ անպայման ձերեթելիում նգարվիմ։ Ուրեմն գուզիմ Street Disc Club գնալ։ Ինձի անթալյա դարեք։ Սիրած գուզիմ։ Մամայիս գուզիմ։ Գրնակ ինձի տանել մամայիս մոտ։ Չիշիկ գուզիմ։ Թու մախ ես, ես ալեմ մախ։ Գուզիմ փնիկ գոնդեցուներու հետ հակնիմ։ Երգած եղբայր։ Քարնի գեղարդ գուզիմ։ Սիրելի սփյուռքահայեր, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա հայրենիքից Մասիսի նկարի հետ միասին կտանեք նաև լավ հուշեր։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ օդանավակայանում ձեզ դիմավորող բազմաթիվ անծանոթ բարեկամներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ցանկանում եմ այս հաղորդումը ավարտել այն մեծ հույսով, որ մոտ ապագայում Հայաստանում կապրի ավելի շատ հայ, քան մեր Սփյուռքում։ Ցտեսություն։